Հարցեր, կենտրոն։ Նախորդ շաբաթ Հայաստանում էր ՔԼՉ տեսանք հանդիպում տեղի ունեցավ նաև արտգործնախարարությունում, սակայն պաշտոնական տեքստում խոսք չկար սահմանների բացման մասին, որոշ փորձագետներ ասում են, որ այս ֆորմատը անպտուղ է եւ առաջընթաց չկա հայ-թուրքական հարաբերություններում։ Ինչ կասեք, այցը ինչ տվեց եւ հայ-թուրքական հարաբերություններում արդյոք առաջընթաց ունենք, թե սա իմիտացիա է։ Շնորհակալ եմ հարցի համար, իմիտացիոն որևէ գործընթաց գոյություն չունի, որպես ես զարմանում եմ, որ ասում են առաջընթաց չկա, Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչը այցելեց Հայաստան, բավականին դրական մթնոլորտում քննարկումներ են տեղի ունեցել, ուրեմն տարածված պրես ռելիզը ըստ էության ամփոփել է քննարկումները եւ մենք հույս ունենք, որ մեր ուրեմն Թուրքիայի գործընկերների հետ հարաբերությունները առաջ կշարժվեն այն տրամաբանությամբ, որի մասին հրապարակային նաև խոսվել է, եւ նաև ձեռք բերված պայմանավորվածությունները հողի վրա տեղի կունենան։ Այս պահին տարածված հաղորդագրությունից ավելին չեմ կարող ասել, որովհետև ավելին չկա էլ, եւ մենք ինտենսիվ աշխատում ենք Թուրքիայի պաշտոնյաների հետ, որպեսզի պայմանավորվածությունները ուրեմն հողի վրա իրականություն դառնան, ինչի մասին որ խոսել են երրորդ երկրների ուրեմն քաղաքացիների տեղաշարժի վերաբերյալ դիվանագիտական անձանց սահմանների բացման վերաբերյալ եւ այլն եւ այդպես շարունակ։ Մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ եւ հայտարարությունը ըստ էության ամփոփել է հանդիպման արդյունքները։ Շնորհակալ եմ։ Այսինքն հայ-ադրբեջանական համաձայնագրի ստորագրումից հետո արդյոք հնարավոր է համարում, որ հենց դրանից հետո հայ-թուրքական սահմանը բացվի։ Մենք այս պահին գործընթացներն իրարով չենք պայմանավորում, մենք աշխատում ենք ուրեմն Ադրբեջանի հետ, ձեռք բերված պայմանավորվածությունների, ստորագրված փաստաթղթերի հիման վրա ելնում ենք ձեռք բերված պայմանավորվածություններից նույնը նաև Թուրքիայի հետ եւ հույս ունենք, որ երկու երկրների հետ հնարավորինս շուտ կհաջողվի հասնել արդյունքների։ Շնորհակալ եմ։ Ես ընդհանրապես ուզում եի հավելել, որտեղ նիստի ժամանակ էլ այդ խոսույթն եղավ ԱՄՆ-ի հետ կապված, երբ որ ասում ենք իմիտացիա կամ երբ որ ինչ-որ կազմակերպված շոու կամ բան, միշտ հաշվի առեք այդ դեպքում դուք պետք է ասեք, որ երկրորդ կողմն էլ ինչ-որ շահ ունի ու մտել է իմիտացիայի կամ խաղի մեջ, բայց չեմ կարծում, որ այս դեպքում հնարավորություն կա տենց երկրորդ կողմը մտնի իմիտացիա, իր շահը որն է, էլի։ Մենք պետք է մի քիչ զգուշ լինենք երկկողմ հարաբերությունների դեպքում նման արտահայտություններ անելուց։ Երկու։ Թուրքիայի արտգործնախարարը կարծեմ 3 թե առաջ օրը համենայնդեպս ՔԼՉ-ի այցից հետո հայտարարեց, որ Հայաստանը եւ Ադրբեջանն ըստ ամենայնի 2026-ի սկզբում կստորագրեն խաղաղության փաստաթուղթը, այսինքն կա արդեն հստակ ժամկետ եւ նրա հայտարարությունը որտեղից է բխում, այսպես ասենք։ Մենք ելնում ենք բացառապես պաշտոնական փաստաթղթերից, պաշտոնական պայմանավորվածություններից, այն պայմանավորվածություններից, որոնք որ ձեռք ենք բերել օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում, ժամկետներ այս պահին չկա, եթե լինեն նման նոր լուրեր կապված խաղաղության գործընթացի հետ, բնականաբար մենք հնարավորինս արագ դա կոմունիկացնենք մեր հանրության հետ։ Հիմա մենք աշխատում ենք ելնելով ուրեմն հիմնվելով են փաստաթղթերի վրա, որոնք որ գոյություն ունեն։ Մնացածը պաշտոնական չեն եւ process-ի հետ, այսպես ասած, կապ չունեն այնքան ժամանակ, մինչեւ որ դրանք չեն դառնա պաշտոնական։ Շնորհակալ եմ։ Այլ հարցեր ներկայացեք։ Շնորհակալություն։ Սամվել Կարապետյանի ռուսաստանցի օլիգարխ որդին 2-3 օր առաջ տեսաուղերձով դիմել էր իր լսարանին եւ ասել էր, որ մինչեւ հաղթանակ մնացել է 268 օր։ Հետհաշվարկ էր սկսել ըստ էության, հասնեն մինչեւ նրանց հաղթանակին, եթե 2-3 օր հանենք, մնացել է 260-ից մի քիչ ավելի օր։ Խնդրեմ ձեր արձագանքը Նաև նրանք սպառնում են, որ իրենց կողմից ձևավորվելի քաղաքական ուժը հեռացնելու է ձեր փոքրիկ խմբակին։ Մի փոքր ճշտում իրենց կողմից ձևավորվող ապա քաղաքական ուժը, այդ իրենք են հայտարարել։ Ընդհանրապես երբ որ կդառնա քաղաքական, նոր կքննարկենք արդեն քաղաքական ուժ, այս բանը խոսում ենք ապա քաղաքական ուժի մասին, որը քաղաքական հայտ է ներկայացնում ընտրություններին մասնակցելու, ես այդ միշտ համեմատում եմ, ոնց որ ով տանը սպորտային ֆուտբոլային համազգեստ ունենա, գնա դիմի FIFA-ին ու որոշի միջազգային խաղերին մասնակցի։ Չի կարող ապա քաղաքական ուժը
հանձն առնի եւ հայտ ներկայացնի աշխարհաքաղաքական խնդիրները, աշխարհաքաղաքական հարաբերությունները կարգավորելու եւ առաջնորդելու Հայաստանի համար։ Նույնիսկ երբ որ իրենք խոսում են բիզնեսներից եւ այլն, եկեք չմոռանանք, որ բիզնես միջավայրը ստեղծվում է քաղաքականության միջոցով եւ ոչ թե ապաքաղաքական ճանապարհներով, հենց որ քանի դեռ այդ ուժը ապաքաղաքական է, մի տեսակ քաղաքական դաշտում քննարկելն էլ անլրջացնում ամեն ինչ։ Այլ հարցեր։ Խնդրեմ։ Ասմիկ Անտոնյան Տրիբյունը եմ, նոյեմբերի 1-ից կառավարության որոշման համաձայն կնիքների վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը, ինչպես կմեկնաբանեք, ինչով է պայմանավորված այդ որոշումը։ Շնորհակալ եմ հարցի համար։ Ուրեմն Հայաստանի Հանրապետությունը ելնում է ուրեմն իր պետական սիմվոլներից եւ Հայաստանի Հանրապետության դրոշմակնիքը, որը անձնագրերում է ուրեմն տպվում, պետքա արտահայտի Հայաստանի Հանրապետության պետությանը վերաբերող սիմվոլիզմը, պետական սիմվոլները եւ ուրեմն զերծ լինի նաեւ էմոցիոնալ, հուզական նաեւ սիմվոլներից եւ մենք ամեն բան անում ենք, որ ուրեմն Հայաստանի Հանրապետության վերաբերյալ տարընկալումներ չլինեն եւ մեր կողմից կիրառվող սիմվոլիզմը, կնիքները եւ այլն, ուրեմն ելնեն բացառապես պետականության սկզբունքից։ Մենք հիմնվում ենք Ալմաթայի հռչակագրի վրա մեր հարևանների հետ հարաբերություններում եւ ուրեմն մեր յուրաքանչյուր գործողություն, կլինի դա կնիքի ձևով, հայտարարության ձևով, որևէ կերպ պետքա ուրեմն այլ մեսիջներ, վտանգավոր մեսիջներ չուղարկի Հայաստանի Հանրապետության հարևան պետություններին։ Հայաստանի Հանրապետությունը սուվերեն պետություն է, իր սահմաններով, իր տարածքներով միջազգայինորեն ճանաչված եւ ուրեմն կնիքները, որոնք արտահայտում են Հայաստանի Հանրապետությունը որևէ տեղ աշխարհի վրա, ուրեմն պետք է արտահայտեն Հայաստանի Հանրապետության պետական սիմվոլները, ինչը եւ արվել է եւ ես ցավում եմ, որ էլի որոշ շրջանակներ այս պարզ տրամաբանությունը շատ լավ իմանալով փորձում են հաղորդել էմոցիոնալ եւ հուզական ֆոն, որևէ ուրեմն դավադրություն չկա այս պատմության մեջ, պետք չի սրան էմոցիոնալ եւ հուզական ֆոն տալ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության մասին կնիքները պետքա ուրեմն արտահայտեն Հայաստանի Հանրապետության պետական սիմվոլները, ինչը եւ արվել է։ Շնորհակալ եմ։ Ֆակտորը։ Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան, միայն կնիքի վրայից կհանվի Արարատը, թե օրինակ նաև Հայաստանի Հանրապետության զինանշանի եւ անդրադառնալով Ստեփանակերտում ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Ստեփանակերտում տեղի ունեցած այդ միջադեպին, դուք ինչպես եք դա մեկնաբանում, արդյոք արժանահավատ համարում եք այդ տեղեկությունը, թե ոչ եւ արդյոք դա դիտարկում եք սադրանք այս խաղաղության գործընթացի շրջանակներում, թե ոչ։ Ստեփանակերտում տեղի ունեցածի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չունեմ այս պահին, ինչ վերաբերվում է զինանշանի ձեր հարցին, նման քննարկում գոյություն չունի։ Այլ հարցեր։ Հարցեր չկան, շնորհակալություն։ Այո, իհարկե ժամանակ։ Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան, Հայ ազգը ականատես եղավ մի աննախադեպ բանի սեպտեմբերի 13-ին Արյունալի մարտերի 3-րդ տարելիցի օրը կառավարության ֆինանսավորմամբ համերգ կազմակերպվեց եւ սա զոհերի ընտանիքների մոտ Ջերմուկում, Սյունիքում, Վայոց ձորում կռված եւ զոհված տղաների ընտանիքների մոտ հարցեր առաջացրել, արդյոք հնարավոր չէր համերգը այլ օր կազմակերպել։ Գիտեք, շնորհակալ եմ նախ հարցի համար։ Ես հիշում եմ սեպտեմբերի 21-ի տոնակատարությունը, երբ որ պատերազմից հետո առաջին անգամ արեցինք եւ կրկին նման ուրեմն խոսույթ կար եւ նման քննարկում կար, բայց մեր դիտարկումն այն է, որ մեր հայրենակիցները զոհվել են, որ մենք ապրենք։ Իրանք զոհվել են, որ մենք երջանիկ լինենք։ Իրենք իրենց կյանքը տվել են Հայաստանի Հանրապետության, պետականության, ժողովրդի բարեկեցության, մեր բոլորի, մեր երեխաների երջանկության համար։ Եվ ես կարծում եմ, որ առաջին հերթին նրանք երկնային կյանքում երջանկանում են, որ տեսնում են իրենց անձնազոհության շնորհիվ այսօր իրենց երեխաները, իրենց հարազատները, իրենց հայրենակիցները ժպտում են, ուրախանում են, երգում եւ պարում են։ Ես կարծում եմ, սա շատ կարեւոր է եւ որևէ կերպ չի նսեմացնում ուրեմն նրանց հերոսությունները
եւ ես խնդրում եմ նաեւ զոհվածների ծնողներին, հարազատներին չնայել այդ դիտանկյունից, այլ նայել հենց այս դիտանկյունից, որ այդ համերգը կազմակերպվել է նրանց շնորհիվ եւ սա է իրականությունը եւ մենք պետքա ուրեմն փորձենք հնարավորինս ուրեմն նրանց արած, նրանց վաստակը գետնով չտանք, ողբալով եւ անընդհատ ուրեմն կռացած մանգալով։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրիս անցավորները, մեր հարազատները, որոնք այլևս մեզ հետ չեն, ամեն անգամ երջանկանում են, երբ որ մենք ուրախանում ենք։ Եվ հատկապես այն մարդիկ, ովքեր իրենց կյանքն են զոհել հանուն մեր պետության։ Դրա համար ես խնդրում եմ, որ այդ դիտանկյունից չնայեն հարցին, որ համերգա, ուրեմն նրանք նսեմացնում են մեր զոհերի հիշատակը, չէ։ Համերգա, ինչը նշանակում է, որ մեր պետությունը երջանիկ է, տոնածառադրվում նոր տարում, սեպտեմբերի 21-ի միջոցառումը իրականացվում, համերգներ են իրականացվում, մեր երեխաների համար տոնակատարություններ են իրականացվում, հենց նրանց շնորհիվ։ Եվ դա նրանց վաստակն է, ես խնդրում եմ այս դիտանկյունից նայել, եւ եթե ասելիք Մի կես հարց դրա հետ կապված։ Պարոն Հովհաննիսյան, դուք նշում եք, որ իրենք զոհվել են, որ հայ ազգը երջանիկ ապրի, այդ դեպքում ինչու գոնե օրվա մեջ այդ թեկուզ սեպտեմբերի 13-ին 1 ժամ ժամանակ չտրամադրել եւ այցելել այդ տղաների շիրիմներին կառավարական պատվիրակության մակարդակով եւ հարգանքի տուրք տալ այն անձանց, ովքեր զոհվել են, որ մենք երջանիկ ապրենք։ Իրականում գիտեք, ֆիկտիվություն կա, որ կոնկրետ օրերի են միայն հիշում։ Կարծում եմ դուք չեք կարող պնդել, որ զոհվածների շիրիմներին պետական մակարդակով այցելություններ չեն տեղի ունենում, նույնիսկ ոչ լուսաբանվող եւ ավելի նեղ, ավելի չերևացող այցեր են լինում եւ այս տիպի այցերը շատ ավելի կարեւոր են, քան լրատվամիջոցների մոտ կոնկրետ օրերին այցել։ Ընդհանրապես հիշատակը, հիշելը երբ որ օրերով է պայմանավորված, դա ավելի ֆիկտիվ է, քան երբ որ իսրտե այցեր են լինում, իսկ իսրտե այցերը, այսինքն հարգանքի այցերը միշտ էլ լինում են, ես չեմ կարծում, որ կարա ինչ-որ մեկը պնդի, որ այդ տղաների շիրիմները մոռացված են պետության կամ կառավարության կողմից, եւ կարծում եմ այս հարցում կարևորն է դա, ոչ թե կոնկրետ օրերի հիշատակելը կամ կոնկրետ օրերի այցեր կազմակերպելը։ Հարցեր չկան, շնորհակալություն։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, 8-րդ գումարման ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի ընթացքում քննարկվող հիմնական հարցերից մեկը դա խաղաղության գործընթացն է եւ Վաշինգտոնյան բանակցություններն են, հարցեր, որոնք որ մտահոգում են մեր հանրությանը եւ ըստ էության փաստաթղթերի պարունակությամբ դրանք չեն արտահայտում ամբողջությամբ այն շահերը, որոնք որ մեր առջև ծառացած են եւ բավականին խնդիրներ են իրենց մեջ պարունակում։ Իհարկե Հայաստանի Հանրապետության իշխանությունները դրանք ներկայացնում են վառ գույների ներքո եւ նաեւ ասում, որ խաղաղությունը արդեն եկել է, բայց իրականում այդպես չէ, որովհետեւ ընդդիմությունը, քաղաքական, փորձագիտական եւ վերլուծական ամբողջ հանրությունը ներկայացնում է այն սպառնալիքները, մարտահրավերները, թե աշխարհակաղակական եւ նաեւ թե տարածաշրջանային առումով։ Խնդիրը միայն նրանում չէ, որ այդտեղ չեն լուծվում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, հատկապես Ադրբեջանի զինված ուժերի դուրս բերումը Հայաստանի Հանրապետության տարածքներից, գերիների վերադարձը եւ շինծու դատավարություններից զերծ մնալը Ադրբեջանում, Միսկի նախագահության լուծարումը, որը որ լուրջ սպառնալիք է, նաև միջազգային երաշխիքների ձևավորման, Արցախի ժողովրդի ճակատագրի եւ հետ վերադարձի առումով, անխոչնդոտ ճանապարհը, որը որ փոխադարձության սկզբունքները չի պաշտպանում, մի կողմից անխոչնդոտ ճանապարհ, իսկ մյուս կողմից նաև անորոշություններ։ Այս ամենը զուգորդվում է մի քանի գործընթացների շրջանակներում։ Առաջինը, օրինակ, մեր հանրությունը չի պատկերացնում խաղաղություն, երբ որ
Ալիևի կողմից Ադրբեջանի ղեկավարության եւ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից շարունակվում է ռազմական եւ նաեւ պարտադրանքի հռետորաբանությունը եւ նաեւ 2 տարի առաջ Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվել է տեղահանմամբ ցեղասպանություն Հայաստանի Հանրապետության իշխանությունների կրավորական կեցվածքի շնորհիվ եւ մյուս կողմից էլ մեր հանրության մի մասը չի հավատում, որովհետեւ այս իշխանությունների ղեկավարության տարիներին 7 տարվա ընթացքում 7 տարի մենք ունեցել ենք կամ պարտություններ, կամ անհաջողություններ, կամ զիջումներ, դրա մասին բազմաթիվ անգամ խոսվել է 2019 թվական բանակցային գործընթացի տապալում, մերժում, առաջարկությունների մերժում եւ իրարամերժ հայտարարություններ, գործողություններ, որոնք որ բերել են նրան, որ Ադրբեջանի ղեկավարությունը տպավորություն է ձևավորվել, այսինքն կամ էլ եզրակացություն է արել, որ ոչ adekvat իշխանության պայմաններում կարող է նաեւ ռազմական ճանապարհով լուծել Արցախի հարց 2020 թվական պատերազմ եւ այդ պատերազմում պարտություն եւ ոչինչ չանել մեր հանրությունը համախմբելու մեր արժեվ դրված խնդիրը լուծելու համար 2021 թվական ուրեմն զիջումներ Հայաստանի Հանրապետության սահմաններում հատկապես Սյունիքի հատվածում եւ նաեւ արտահերթ ընտրություններում խոստումներ եւ Արցախի Հանրապետության անվտանգության եւ նաեւ դեօկուպացիայի Հադրութի եւ նաեւ Շուշիի շրջան 2022 թվականին զիջումներ եւ նաեւ գործողություններ Ջերմուկի հատվածում եւ նաեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունում ընդ որում նաեւ հաշվելով նաեւ Արցախը 2023 թվական ինչպես ես նշեցի Արցախի հայաթափում եւ նաեւ ըստ էության ցեղասպանություն Արցախի ողջ ժողովրդի նկատմամբ 2024 թվական միջազգային սկզբունքներին հակասող եւ միակողմանի զիջումներով սահմանազատում եւ սահմանագծում Տաուշի հատվածում եւ իհարկե եւ 2025 թվականին այս փաստաթղթերը, որոնք որ իրենց մեջ բավականին լուրջ անորոշություններ են պարունակում, այս ամենը բերում է այն եզրակացության, որ խաղաղության գործընթացները, որի մասին խոսում է այսօրվա իշխանությունը, իրատեսական չեն, ստորագրված փաստաթղթերը կետ առ կետ մեր падգամավորները անցել են դրան, ես հիմա չանդրադառնամ, իրենց մեջ պարունակում են բավականին սպառնալիքներ եւ մեր շահերը չեն արտահայտում։ Սա մեկ եզրակացության է բերում, որ բանակցողները, որոնք որ Հայաստանի կողմից բանակցում են, գտնում են պարտադրանքի ներքո, ճնշումների ներքո եւ չեն կարողանում լիարժեք արտահայտեն, լիարժեք ներկայացնեն մեր շահերը։ Այս իրավիճակում բավականին դժվար իրավիճակ է ստեղծված, եզրակացությունը մեկն է, որ մենք պետք է անենք, մեր ժողովուրդը պետք է անի, բանակցողների փոփոխություններն է։ Այսքանը որպես նախաբան հիմա պատրաստ եմ պատասխանել հարցեր։ Սիվիկեյը Շնորհակալություն, պարոն Օհանյան, իր վերջին ճեպազրույցներից մեկում Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես անդրադառնալով խաղաղության գործընթացին ասաց, որ խորհրդարանական առաջիկա ընտրություններում Հայաստանի քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության եւ ոչ խաղաղության միջեւ։ Մեջբերեմ խոսքը, ես չեմ ուզում ասել խաղաղության եւ պատերազմի, ես ավելի մեղմ կասեմ խաղաղության եւ ոչ խաղաղության միջեւ։ Պարոն Օհանյան, խնդրում եմ ասել, դուք խորհրդարանական ընտրություններին ինչ օրակարգով եք գնալու, արդյոք խաղաղության թե ռևանշիզմի եւ անդրադառնալով ձեր քիչ առաջ հնչեցրած մտքերին ասում եք, որ սեղանին եղած փաստաթուղթը խաղաղության չի հասցեագրում Հայաստանի բոլոր շահերը, եթե ամփոփ ասեմ, այսինքն թերի փաստաթուղթ է։ Խնդրում եմ ասել, եթե դուք գաք իշխանության, սեղանի եղած փաստաթղթի հետ ինչպես եք վարվելու, չեղյալ եք համարելու, նոր բանակցային փաստաթուղթ եք բերելու եւ երբ որ ասում եք ճնշումների է ենթարկվում Հայաստանի գլխավոր բանակցողը
Ինչ եք կարծում, Ադրբեջանը նոր բանակցողի պայմաններում փոխելու է իր դիրքորոշումը, հրաժարվելու է իր պետության ազգային կենսական շահերից, եւ եթե կարելի ասեք, խնդրում եմ, ով է լինելու ձեր գլխավոր բանակցողը, շնորհակալություն։ Նախ խորհրդարանական ընտրությունների մասին դեռ երկար ժամանակ կա եւ կարծում եմ, որ մեր ուժը եւ դաշինքը եւ դաշինքի մաս կազմող քաղաքական ուժերը դերևս ժամանակ ունեն հետեւություններ անելու եւ ծրագիր կազմելու, դրա մասին ես այսօր չեմ խոսի։ Երբ խոսքը գնում է խաղաղության մասին, ապա չկա որևիցե մի անձնավորություն քաղաքական ուժ, որ չձգտի խաղաղության, եթե հարցը կոնկրետ ինձ է վերաբերվում որպես զինվորականի, չկա ավելի շատ խաղաղություն ցանկացող, քան այն մարդիկ, որոնք որ պատերազմում առաջինն են տուժելու, զինվորականները մտնելով պատերազմական թոհու բոհի միջով, բայց խաղաղությունը պետք է լինի ռեալ, ոչ այնպես, ինչպես այսօրվա իշխանություններն են խոսում, ուզում եմ ասել հետևյալը, բազմաթիվ անգամ կրկնել եմ եւ վերջին փաստաթղթերի ստորագրումից հետո վարչապետից հետո նաեւ անվտանգության խորհրդի քարտուղարն է կրկնել, որ խաղաղությունը դա անվտանգության երաշխիք է։ Խաղաղությունը չի կարող լինել անվտանգության երաշխիք։ Խաղաղությունը ազգային անվտանգության ռազմավարության հիմնարար արժեք է, երաշխիքների գործադրմամբ ձևավորված արդյունք։ Իսկ այդ երաշխիքները լինում են ազգային եւ միջազգային։ Ազգային երաշխիքը դա մեր բանակն է, մեր ներքին ամրությունն է, միջազգային երաշխիքները դրանք արտաքին քաղաքականությունն է, ձևավորված թե երկկողմ բանակցությունների, թե նաեւ բազմակողմ, ուրեմն ռազմաքաղաքական դաշինքի շրջանակներում։ Կարծում եմ, որ ցանկացած նոր ուժ, որը որ կարող է գալ իշխանության, իսկ այդպիսի հնարավորություններ կարող են ունենալ բազմաթիվ ուժեր, առաջին խնդիրներից մեկը դա ռեալ ազգային երաշխիքի ձևավորումն է, ներքին ամրության բանակի եւ մյուս քայլերից մեկը, եթե այդ ամրությունը ներքին կա, ապա վերաբանակցություններն են, այսինքն մեր շահերից բխող վերաբանակցություններ իրականացնելը, կետ առ կետ անցնելը եւ ամեն մի կետում եզրակացություն անելը մեր շահերը որոնք են եւ այդ շահերը, այդ բանակցությունները պետք է լինեն համապատասխան բալանսի եւ նաեւ փոխադարձ շահերի հարգանքի շրջանակներում։ Այստեղ մենք տեսնում ենք միակողմանի ուրեմն պարտադրանք, տեսնում ենք հռետորաբանություն, դեռ փաստաթղթերը չստորագրած, բանակցությունները չանցած, հակառակորդի կողմից տեղի են ունենում ինչեր, տեղի են ունենում խոսքեր, որոնք որ հակասում են այն փաստաթղթերին, որոնք որ գոյություն ունեն։ Շնորհակալություն։ Ես ասացի, դեռ մենք ժամանակ Դուք ուշադիր չէիք, ես ասացի վերաբանակցություններ։ Այլ հարցեր։ Ֆակտորը է։ Պարոն Օհանյան, խնդրեմ ասել վերաբանակցել օգոստոսի 8-ի շուրջ թե նոյեմբերի 9-ի, որն է ընդունելի ձեզ համար, շարունակել օգոստոսի 8-ի հետ կապված քննարկումները թե նոյեմբերի 9-ը, որն է ավելի հայանպաստ համարում, եւ իմ հիմնական հարցը ադրբեջանական կողմը տեղեկություններ է տարածում, որ օկուպացված Ստեփանակերտում հայ ազգի մի քաղաքացի փորձել է զենք կիրառել եւ ասում են նռնակներ են կիրառել միջոցառման ժամանակ, որտեղ Ալիևն է եղել։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում, արդյոք սա Ադրբեջանի կողմից համարում եք հերթական սադրանքը, ինչու ոչ նաև այսպես խաղաղության գործընթացները տապալելու հետ կապված, ընդհանրապես դուք ինչ գնահատական ունեք։ Պետք է տիրապետել ընդհանուր իրավիճակին եւ բանակցային ամբողջ գործընթացին, որպեսզի ձևավորել համապատասխան միտք բանակցությունների եւ նաեւ երկու գոյություն ունեցող փաստաթղթերի միջև։ Ես սա ընդհանուր այսպես ասեմ եւ դրանով ավարտեմ, իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից այդպես 3
համացանցում հայտնված այդ տեղեկատվությանը, դա իր մեջ կարծում եմ, որ 3 նպատակ գոյություն ունի։ Առաջինը տեղեկատվական պատերազմի, տեղեկատվական գործընթացների շրջանակներում է դա իրականացվում եւ ուղղված է թե արտաքին, թե ներքին լսարանին։ Ներքին լսարանի համար ինքը ուզում է ցույց տալ, որ տիրապետում է իրավիճակին եւ ձևավորում է հայի կերպար, որը որ իրենից դեռևս սպառնալիք է պարունակում, դեռևս նաեւ վտանգ է պարունակում եւ նաեւ դա ուղղված է մեր հանրությանը, որ ինքը դեռևս իր այսպես հրետորաբանությունը, իր ռազմական նպատակները չի ավարտել եւ շարունակելու է։ 24 News։ Պարոն Օհանյան, սեպտեմբերի 13-ին լրացավ 3 տարին սեպտեմբերյան մարտերի, այդ օրը որևէ կերպ չհիշվեց իշխանության կողմից, թեև մենք ունեցել էինք 224 զոհ, քիչ առաջ պատգամավորները մեկնաբանում էին, որ համերգ կազմակերպել է Հրազդանում, դա ոչինչ չի նշանակում, մենք շարունակում ենք հիշել զոհերին եւ եռաբլուր գնում, այցելում ենք եւ այլն, նախ այս դիրքորոշումը, որ որևէ հիշատակում այդ օրը չեղավ, ինչպես եք բացատրում եւ բացի այդ ընդդիմության գործողությունները, որովհետեւ համերգը երբ նշանակված էր, մի քանի շաբաթ առաջ խոսվում էր այդ մասին, որ հենց այդ օրը համերգ է նշանակված Հրազդանում, բայց ընդդիմության կողմից մենք չտեսանք հայտարարություններ, որ գոնե չեղարկվեր կամ օրը փոխվեր այդ համերգի եւ առասարակ այդ օրը ընդհանրապես ընդդիմության կողմից առանձնապես չնշվելու կամ չխոսվելու մասին իր բացատրությունն եք եւ բացի այդ մեկ հարցել Սերդար Քլիչի այցի հետ կապված պայմանավորվածություններ տեղի ունեցան Թուրքիայի ներկայացուցչի Քննիչ անձնաժողովի Սերդար Քլիչի այցը Հայաստան պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, նաև Գյումրի կարս երկաթուղու վերակառուցման, էլեկտրահաղորդիչների վերականգնման մասին պայմանավորվածություններ կան, ինչ հեռանկարներ եք տեսնում այս հարցում։ Շնորհակալություն։ Ու վերջից սկսեմ, ես տեսնում եմ, որ հայ-թուրքական բանակցությունների մեջ նախապայմանները դեռևս շարունակվում են եւ չեմ կարծում, թե հայ-թուրքական հարաբերությունները չեն բանակցում նաև Ալիևի հետ եւ ի սկզբանե այս վերջին տարիներին մենք տեսել ենք, որ Թուրքիայի կողմից բանակցությունների պատրաստակամությունը նաև այն հայտարարություններն են, որ եթե լուծվի Ադրբեջանի հետ մեր խնդիրները, ապա նրանք կարող են շարունակել եւ կարծում եմ, որ այս ակտիվությունը նաեւ պայմանավորված է ստորագրված այն փաստաթղթի հետ, որ Վաշինգտոնում է ստորագրվել, որովհետեւ անխոչնդոտ ճանապարհի եւ Թրամփի ուղու գաղափարներից մեկը, ուրեմն մեծ Թուրանի ճանապարհն է, որը որ թուրք-ադրբեջանական եւ ընդհանուր առմամբ թուրքալեզու բոլոր երկրների համար այսպես ռազմավարական նպատակ ունի։ Ինչ վերաբերում է սեպտեմբերի 3-ին, ապա սեպտեմբերի 13-ի գործողություններին, գիտեք, մենք միշտ հիշատակում ենք, միշտ պարբերաբար եռաբրուր այցելում ենք, անձամբ ես պարբերաբար եմ այցելում, կապ չունի դա ինչ որ օր կլինի կամ հիշատակի օր կլինի կամ օր չի լինի, բայց խոսքը եթե վերաբերում է այսօրվա իշխանություններին, դուք տեսնում եք, որ Հայաստանի Հանրապետության ներքին օրակարգը եւ նման տարբեր ծիսակատարություններ, շռայլ միջոցառումներ հիմնականում ուղղված են նաեւ շեղելու մեր հանրությունը, մեր հիմնական նպատակներից, իսկ մեր հիմնական նպատակը մեր երկրի պաշտպանությունն է։ Կարծում եմ, որ ոչ adekvat եւ ոչ հարգալից վերաբերմունք է, եթե չի հիշատակում նաեւ զոհերին, զոհերի հարազատների նկատմամբ համապատասխան վերաբերմունքին եւ հարգանքին։ Ազատություն։ Պարոն Օհանյան, տեղյակ եք, որ կառավարության որոշմամբ Արարատ լեռան պատկերը նոյեմբերից չի լինելու պետական սահմանահատման կնիքի վրա եւ
իշխանությունից տարբեր մեկնաբանություններ են հնչում, նաև որ ժամանակակից այսպես աշխարհը այդպիսի խորհրդանիշներով չի առաջնորդվում եւ նաև որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը պետք է նաև արտացոլվի այդտեղ։ Դուք սա ինչպես եք գնահատում եւ կարծում եք, որ իշխանություն առաջ կգնա եւ զինանշանի վրայից եւ ընդհանրապես որպես խորհրդանիշ Արարատը կհանի ամեն տեղից։ Հնարավոր է, որ հաջորդ քայլերը լինեն այնպես, որ Արարատ լեռը հանվեն բոլոր մեր խորհրդանիշներից եւ այն փաստաթղթերից եւ այն շտամպներից, կնիքներից, որոնք որ մեր երկիրը նախկինում օգտագործել է։ Ընդհանուր առմամբ ես գտնում եմ, որ իրական եւ պատմական Հայաստան այսպես հասկացությունները արհեստական են, որտեղ մեր երկիրը 1992 թվականի ուրեմն ինքնորոշումից, անկախությունից հետո միշտ ապրել է եւ միշտ եղել է իրական իրավիճակում եւ պահպանել է այն բոլոր պատմական ավանդույթները, որոնք որ եկել մեզ են հասել մեր նախնիներից, մեր պապերից, մեր հայրերից եւ ես գտնում եմ, որ Արարատ լեռը դա ոչ մի իր մեջ ոչ մի տարածքային այսպես պահանջ չի պարունակում մեր հարևաններից, Արարատ լեռը մեր խորհրդանիշն է եւ խորհրդանշում է մեր պատմական ավանդույթներին հավատարիմ լինելը։ Ինչու է ձեր կարծիքով իշխանությունը հիմա սահմանահատման այս դրվագը եթե քննարկենք, ինչու է այդ քայլը անում Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար, սպառնալիք է տեսնում այդտեղ, ինչու ձեր մեկնաբանությունը որն է։ Ես գտնում եմ, որ իրենք իրենց այսպես նպատակների մեջ են, որպեսզի ամբողջությամբ ամեն ինչ հանեն մեր իշխանությունը, մեր ինքնությունը պահպանման գործընթացում, իսկ դա կարող է լինել միայն ու միայն պարտադրանքի ներքո։ Ինքն կարծում եք կա կոնկրետ պարտադրանք, որպես խորհրդանիշ Արարատը հանել ամենտեղից Թուրքիայի կողմից պարտադրանք։ Մի կողմից պարտադրանք, իսկ մյուս կողմից էլ նաև այնպես անել, որ թուրքերի համար լավ լինի։ Շնորհակալություն։ Հարցեր չկան հաջորդ։ Ավարտեցինք։ Շնորհակալություն ձեզ։ Բարև ձեզ հարգելի գործընկերներ։ Ես չունեմ ներածական, կարող ենք սկսել։ Հարցեր, ազատություն։ Քանի որ շարունակենք, Պարոն Մամիջանյան, տեղյակ եք, որ կառավարության որոշմամբ նոյեմբերից Արարատ լեռան պատկերը չի լինի Հայաստանի պետական սահմանահատման կնիքի վրա։ Դուք ինչպես եք գնահատում այս որոշումը, ինչու է սա արվում, իշխանությունից կան տարբեր մեկնաբանություններ, որ նոր մոտեցումներով պետք է առաջնորդվել սահմանահատման այս դեպքում կարիքը չկա, նոր Հայաստանի գաղափարախոսությանն է համապատասխանեցվում նաև այս քայլը, ձեր մեկնաբանությունը եւ ունեք մտավախություն կամ համոզմունք, որ նաև զինանշանի վրայից առաջիկայում նաև կհանվի Արարատ լեռան պատկերը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Փորձել կանխատեսել, թե ինչ հակահայկական գործողություն կանի հաջորդը Նիկոլ Փաշինյանը շատ անշնորհակալ զբաղմունք է։ Ձեր նշած հարցի հետ կապված ես 1 տարի առաջ ազգային ժողովում կամ 1.5 տարի առաջ ազգային ժողովում ելույթ եմ ունեցել։ Անverջ կարելի է զարմանալ, թե ինչպես պիոներական գերազանցիկությամբ Փաշինյանը պատրաստ է հաճոյանալ Թուրքիային կամ Ադրբեջանին։ Ընդ որում ոչ մեկ չի հակասում կամ խոսում խաղաղության մասին։ Բացարձակ այդ իրադարձությունը խաղաղության հաստատման կամ ոչ հաստատման հետ որևէ կապ չունի։ Դա ուղղակի Ադրբեջանի եւ Թուրքիային հաճոյանալու գործողություն է։ Իրենից դա ոչ մեկ չի պահանջել, ենթադրում եմ ամենայն դեպս։ Դա ուղղակի տենց, տեսեք, ես էլ կարող եմ անել տրամաբանության մեջ գործողություն է։ Կհանի թե չի հանի զինանշանից, ես չեմ զարմանա, եթե հանի։ Ինձ շատ վաղուց արդեն մեծ հաշվով չի հետաքրքրում Փաշինյանը ինչ արեց, ինչ անում ու ինչ անելու։ Ինձ շատ ավելի շատ հետաքրքրում է, թե մենք դրանի պատասխան, մենք ասելու ես նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, դրանի պատասխան ինչ ենք անելու, որտեղ իր հետ ամեն ինչ վաղուց պարզ է։
բայց ապագան հոմերն է։ Կներեք, այսինքն կարծում եք որևէ պարտադրանք Թուրքիայի կողմից չկա, որ Արարատը պետք է դուրս գա տարբեր, այդպես որպես խորհրդանիշ տարբեր պատկերներից։ Գիտեք, ես սրան շատ երկար կարող եմ պատասխանել, հղում անելով 2-3 տարի առաջ, երբ որ Քլիչ Ռուբինյան հանդիպումները սկսում էր, մենք ասում էինք նախապայմաններով հանդիպումներ եք անում, նախապայմաններով հարաբերություններ եք հաստատում, իրանք ասում էին չէ։ Ձեր նշած հարցի տրամաբանության մեջ նույնիսկ այդ մանրուքի առաջին հայացքից մանրուքի մակարդակով է նախապայման եղել։ Ուստի այդ որ ինֆորմացիա չունեմ, եկեք ենթադրություններ չանեմ, բայց թե այն պարագայում, եթե այդ պահանջը կար ու այդ պահանջը կատարվել է, թե այն պարագայում, երբ որ դա տենց դավաճանության պիոների եւ գերազանցիկի մոլուցք ամեն կերպ հաջողանալ Թուրքիային կամ Ադրբեջանին, երկու պարագայում էլ դա հավասարաչափ ահավոր է, ճիշտ ասած։ 24 News։ Պարոն Մամեջանյան, այսինքն դուք եւս կարծում եք, որ այս ամենը, այս որոշումը որ կա, Արարատ սարի հետ կապված Սերդար Քլիչի այցին հաջորդած նաև պայմանավորվածությունների արդյունք է եւ նաև այցի հետ կապված ձեր դիտարկումները պայմանավորվածություն եղավ Գյումրի Կարս երկաթուղու եւ էլեկտրահաղորդիչ գծի վերականգնման հետ կապված, ինչ հեռանկարներ եք տեսնում դուք այս առումով եւ առասարակ հարաբերությունների կարգավորման հետ կապված եւ բացի այդ նաև մեկ հարցել սեպտեմբերյան մարտերի 3 տարին լրացավ սեպտեմբերի 13-ին այդ օրը Հրազդանում մեծ ֆեստիվալ կազմակերպել իշխանությունը եւ որևէ հիշատակում պաշտոնական մակարդակով չի եղել այդ օրվա հետ կապված։ Քիչ առաջ մեկնաբանում են, որ իրենք հիշում են զոհերին, այդ օր 224 զոհ է եղել, իրենք հիշում էին զոհերին եւ պարբերաբար այցելում են Եռաբլուր, պարտադիր չէր հենց այդ օրը գնալ։ Ամեն դեպքում այս դիրքորոշումը իշխանության կողմից որևէ հիշատակում որ չի եղել եւ բացի այդ ընդդիմության գործողությունները այդ օրը ինչ պետք է լիներ, համերգի հետ կապված շաբաթներ առաջ արդեն իսկ խոսվում էր եւ որևէ հակազդեցություն այդ գործընթացին փաստորեն ընդդիմության կողմից չեղավ։ Ես չեմ կարծում, որ ընդդիմության գործն է այս կամ այն մարզային քաղաքում համերգների հակազդելը։ Եթե դրան հասնենք, արդեն ինձ թվում է չափ անցած։ Օրվա հետ կապված։ Հասկացել եմ։ Ինչ վերաբերում է հենց այդ օրը համերգ կազմակերպելու նորից նույն պատմությունն է, ես դրա ինչ եմ մեկնաբանում։ Մեկնաբանեմ, որ մարդիկ ունակ չեն հասկանալ, որ այդ օրը հերոսաբար մեր տղերքը պաշտպանել են մեր հայրենիքը ու կարելի էր ոչ մեկ համերգին դեմ չի։ Շատ լավ է, որ հրազդանցիները ու կողքի քաղաքների բնակիչները լավ ուրախացել են, բայց դա կարելի էր անել նախորդ կամ հաջորդ շաբաթ։ Դա ցուցատալի վերաբերմունք, որ իրենք կամ մոռացել էին, որը նույնպես ահավոր է, կամ էլ թքած ունեն, որը նույնիսկ չգիտեն, որն է ավելի ահավոր։ Ու նորից մեր քաղաքացիները ու ոչ համերգի գնալով կամ չգնալով դա բացարձակ ցուցիչ չի։ Իրանց վերաբերմունքը պիտի ցույց տան ու ապացուցեն Փաշինյանին ու իր այդ փոքր մարգինալների խմբակին, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը այդպես չի մտածում։ Մեծարում է մեր զոհերին, մեծարում է մեր հերոսներին, Եռաբլուր գնալուց մինչև մտքում հիշելուց։ Ու նորից եմ ասում, կոնկրետ այդ համերգի դեմ հակազդեցություն հասկացությունը ես այդքան էլ չեմ հասկանում, գուցե կլինեն ինչ-որ հասարակական կազմակերպություններ, որ այդպես կանեն, բայց որպես ամբողջություն ընդդիմությունը կարծում եմ պետք է ամբողջական իբնե խնդիրը լուծի։ Իսկ դրա համար մեր առաջարկած լուծումը impeachment-ն է, վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը, որի համատեքստում մենք կազմակերպել ենք լսումներ, որի հետ կապված հարցերը ինձ թվում է շատ ավելի հետաքրքրական են, քան ֆեստիվալը եւ անձնագրի մեջ կնիքը։ Սիվիկեյը։ Բայց Քլիչի հարցի հետ Այ հազար ներողություն մոռացա պատասխան։ Գիտեք ինչի չեմ ուզում մեկնաբանել էլեկտրամալուխի պայմանավորվածությունը, որովհետև մինչ օրս այդ ձևաչափով ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները չեն իրագործվել։ Այսինքն Թուրքիան առաջադրել էր նախապայմաններ փաստացի, ոչ վերբալ մակարդակում, բայց փաստացի այդ դրանք կային։ Հայաստանը փաստացի այդ նախապայմանները կատարել է
ինչը երկուսն էլ իշխանությունները հերքում էին, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել, որոնցից ոչ մեկը դեռևս իրականություն չի դարձել։ Դիվանագիտական անձնագիր կրող միակ մարդը, ով ցամաքային սահմանով անցավ, հենց Քլեչն էր։ Հետևաբար ինչը մեկնաբանեմ, երբ որ տեսանելի ինչ որ տեղաշարժեր լինեն, այդ ժամանակ կմեկնաբանեմ։ Շնորհակալություն կրեք մոռացել։ Սիվիկեյը։ Շնորհակալություն, պարոն Մամիկյանյան։ Impeachment-ի հարցով լսումներ կազմակերպելու նպատակը խնդրում եմ պարզաբանեք, ինչ նպատակ ունեք, որպեսզի հասկանաք հանրային պահանջ կա թե ոչ, թե կարծիքներ լսեք եւ դրա հիման վրա կայացնեք որոշում, սա մեկ հարց։ Քիչ առաջ Հայաստան խմբակցության ղեկավար պարոն Սեյրան Օհանյանն ասաց, որ եթե իրենք կան իշխանության, ապա սեղանին եղած խաղաղության փաստաթուղթը կվերաբանակցեն, քանի որ այն չի հասցեագրում Հայաստանի բոլոր շահերը։ Խնդրում եմ ասել, եթե դուք գաք իշխանության, ինչ եք անելու եղած փաստաթղթի հետ, պատռելու եք, դեն եք նետելու, վերաբանակցելու եք, նոր բովանդակություն եք բանակցելու։ Եվ խնդրում եմ ասել, ինչ օրակարգով եք գնալու խորհրդարանական ընտրություններին, խաղաղության, թե ռևանշիզմի։ Եվ մի դիտարկում էլ 2017 թվականի հրավառությունը ինչի վկայություն էր, նրա որ դուք թքած ունեիք, թե որ մոռացել էիք։ Շնորհակալություն։ Բարի գալուստ ազգային ժողով։ Շնորհակալություն, ես ազգային ժողովում աշխատելու Ուզում եմ ձեզ տեղեկացնեմ, որ երբ սովորաբար պատգամավորը խոսում է, սպասում են պատասխանին, դա մեկ։ Շնորհակալություն։ Երկրորդ ուզում եմ տեղեկացնել, որ սա ձեզ բրիֆինգը չի, այլ իմ բրիֆինգն է։ Իսկ հիմա հատարած ձեր հարցերը։ 17 թվականին այն մարդիկ, ովքեր սխալմամբ շատ մեծ սխալմամբ հրավառություն են արել, շատ վատ բան են արել։ Նույնը, ինչպես 21 թվականին ԿՊ-ի մեծամասնությունը։ Այդ մեկը։ Երկրորդ հարցը վերաբերվում էր, հանգարց չմիացնեք միկրոֆոնը, նույնիսկ միացնեք էլ չեմ լսի։ Impeachment-ին, եթե դուք լսեիք այն ելույթը, որով հայտարարվում էր այդ լսումները, այնտեղ ասվում է, որ այդ լսումների ժամանակ բացարձակ ոչ մի պարագայում չնվազեցնելով Փաշինյանի հակահայկական, հակապետական գոյությունը եւ գործունեությունը բարձրաձայնող ելույթները եւ եթերները, այդ օրը ավելի շատ լուծումների մասին է։ Իհարկե ոչ մեկ չի բռնանալու ինչող ելույթների վրա, յուրաքանչյուրը ազատ է լինելու ինչպես ուզում է իր ելույթը կառուցել, բայց մենք ակնկալում ենք առաջին հերթին լսել լուծումներ։ Տարբերակներ, որոնք կիրառական հնարավոր են դարձնում Հայաստանում իշխանափոխություն։ Մեր առաջարկը այդ պարագայում այսպես կոչված impeachment-ի, իսկ եթե իրավական տերմիններով ասենք, վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է, եւ մենք ակնկալում ենք, որ առաջին հերթին խորհրդարանական ընդդիմության շրջանում եւ արդեն նաեւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, շահային խմբերի եւ այլ անհատների, մտավորականների շրջանում կարողանանք ձևավորել կոնսենսուս եւ միահամուռ արդեն առաջարկը ներկայացնել մեր քույրերին եւ եղբայրներին, մեր քաղաքացիներին այդ տրամաբանությունն անելու։ Մեզ անհրաժեշտ չի հարցնել հանրությունից արդյոք դրա հանրային պահանջը կա թե չէ, որովհետեւ դա ակնհայտ տեսանելի է բոլոր հարցումների արդյունքներով, գրողների դե իհարկե բացի հայկական ժամանակից ու Սիվիկից իրականացրած բոլոր Vox Populi-ների արդյունքում, Vox Populi-ն երբ որ մեր քաղաքացիներին այլ ասում, երբ որ միկրոֆոնով հարցնում են քաղաքացիներին փողոցում, այդտեղ դա այդ պատասխանները տեսանելի են լինում, ուստի ես չեմ կարծում, որ կասկած կա, որ նմանօրինակ հանրային պահանջ կա։ Ինչ վերաբերվում է ձեր այդ էլ վերջում պատասխանում եմ ամենաերկարն։ Ինչ վերաբերում է ձեր հետաքրքիր կերպով ձևակերպված հարցով, ես չեմ կարծում, որ Հայաստանում կլինի որևէ քաղաքական ուժ, որ ռևանշիզմ գաղափարախոսությամբ կգնա ընտրություններին, որովհետև այդպիսի գաղափարախոսությամբ մակնանշում են կամ մատնանշում են Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերին Ալիևը եւ քաղաքացիական պայմանագիրը փաստորեն նաեւ լրագրողական համույթի որոշ ներկայացուցիչներ։ Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը չի քննարկում ընտրությունների մասնակցել չմասնակցելու հարցը, որովհետև մենք զբաղված ենք impeachment-ի կազմակերպմամբ եւ հույս ունենք, որ դրանում մեզ կաջակցեն մեր բոլոր գործընկերները, որովհետև ընտրությունները այսպես թե այնպես լինելու են, իսկ մինչեւ ընտրություններ Փաշինյանը այնքան անդառնալի բաներ կարող է անել, որ արդեն բավական հուշ կլինի։ Եվ ամենամեծ հարցը
վերաբանակցել թե չվերաբանակցել։ Իմ մի շարք գործընկերներ Արմեն Աշոտյան եւ մի շարք այլ հանրապետականներ մանրամասն ներկայացրել են, թե որոնք են հիմքերը, որոնք հնարավորություն են տալիս այդ պայմանագիրը նախաստորագրված մակարդակում ինչ իրավական ոչ քաղաքական, ինչ իրավական հիմքերով այն հնարավոր է վերաբանակցել։ Եթե ծանոթանաք Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի հայտարարությունը, այնտեղ կետերով գրած են անթույլատրելի թերացումները, որոնք ճակատագրական կարող են լինել մեր երկրի համար, որոնք թույլ է տվել Փաշինյանը։ Այդ դրանք մենք փորձելու ենք շտկել։ Մասնավորապես այնպես չի լինելու, որ այդ փաստաթղթի արդյունքում Հայաստանը հրաժարված լինի, այսինքն տված լինի, այսինքն համաձայնած լինի Ադրբեջանի բոլոր պահանջներին, արդյունքում ունենալով զերո բանակցային հնարավորություններ։ Իսկ Ադրբեջանը պահպանած լինի իր բոլոր բանակցային կետերը, բոլոր բանակցային հնարավորությունները։ Առնվազն խաղաղություն, երբ քո հարազատ զավակները, քո տղերքը բաքվում են եւ քո երկրի ինքնիշխան տարածքները օկուպացված են, ես այդպիսի խաղաղություն կյանքումս չեմ տեսել։ Ուստի այո, այդ փաստաթուղթը զգալիորեն ավելի հայկական բնույթ է ունենալու եւ ներկայացնելու Հայաստանի Հանրապետության շահերը, թե դա կլինի վերաբանակցման, նոր տրամաբանության սկզբման, թե առհասարակ գուցե վերադարձի այլ բանակցային ֆորմատ, օրինակ, եթե Փաշինյանը իր խոստմանը հակառակ չլուծարեր Մինսկի խումբը ոչ թե նախաստորագրման, այլ ստորագրման ժամանակ, ինչու՞ չէ նաև ընդունելի տրամաբանություն էր, որ Մինսկի խմբի տրամաբանության մեջ տեղի ունենար այս գործընթացը։ Ես բարձրաձայն վերսիաներ եմ ընդհանրապես ասում, որոնց իրագործելիությունը հնարավոր է բացառապես բնականաբար ամբողջական իրավիճակին ծանոթանալուց հետո։ Շնորհակալություն։ Ֆակտորը եմ։ Պարոն Մամիջանյան, երեք ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, որ օկուպացված Ստեփանակերտում հայ ազգի քաղաքացիներից մեկը փորձել է կրակել հանրային միջոցառման վայրում, անտարի զենքեր է բերել եւ այլն, որին ներկա եղել նաեւ Ալիևը։ Դուք, քանի որ այս տեղեկությունը մենակ Ադրբեջանն է տարածում եւ այլ անկախ աղբյուրներից ճշտելու հնարավորություն չկա, դուք ինչ եք կարծում, ինչու է ադրբեջանական կողմը այսպիսի տեղեկություն տարածում եւ այս տեղեկությունը տարածվում է այն ֆոնին, երբ որ հայտարարվում է խաղաղության շրջանակներում, այսպես ասած, մեկ ավել քայլ անելու տրամաբանությունը։ Տեսեք, այս հարցին պատասխանելիս ես ամեն դեպքում կարգավիճակովս մի փոքր կաշկանդված եմ։ Նախ Աստված հոգին լուսավորի մեր հայրենակցի։ Երկրորդ, իմանալով թե ինչ մակարդակում են Ադրբեջանում մարդու իրավունքները, այսինքն զրոյական, ինչպես են գործում իրավապահ համակարգը Ադրբեջանում, այսինքն վայրագ, թույլ տվեք բացարձակ չհիմնվել ադրբեջանական լրատվականների տարածած տեղեկություններին։ Բացարձակ չի բացառվում, որ դա եղել է ուղղակի ոստիկանական բռնություն, այսինքն իրենք են կրակել կամ ձերբակալված արդեն իսկ կարգավիճակում է սպանվել մեր հայրենակիցը, քանի որ միայն ադրբեջանական ինֆորմացիա է, դե երկու տեղեկությունն էլ կա, ես համ կարդացել եմ, որ սպանվել է, համ կարդացել եմ, որ չի սպանվել, չգիտեմ։ Այնպես որ եկեք ես չմեկնաբանեմ այս իրադարձությունը, շատ խորը կասկածով եմ վերաբերվում ադրբեջանական ինֆորմացիային, շատ ավելի հակված եմ նրան, որ դա հերթական հակահայկականության եւ հայատյացության դրսեւորումն է, որովհետեւ մի երկրում, որտեղ դպրոցական դասագրքերում կա արմենաֆոբիա եւ կա հակահայատյացություն, զարմանալի չի, որ ուժային համակարգում նման օրինակ դրսեւորումներ լինեն։ Ուստի ես զերծ կմնամ մեկնաբանություններից եւ բացարձակ չեմ զարմանա այն փաստի վրա, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը չի տարածել չէ ոչ մի բան սրա հետ կապված։ Դե ես կզարմանայի, քնած են երևի ու շոտատաս երկուսն է, երեք ուշ են քնը, երեք ֆեստիվալի է։ Այդ է բացատրությունը։ ԱԳՆ-ն հայտարարություն չի տարածել, որովհետև երեք ֆեստիվալի է եղել, ոնց չի մտածել։ Տրիբունե եմ։ Պարոն Մամիջանյան, օրեր առաջ Ալեն Սիմոնյանը քննադատելով իշխանությանը ասաց, որ խորհրդարանում այլևս ընդդիմություն չկա, կան որոշ անհատներ, որոնք հիմա փորձում են տեղ գտնել այլ քաղաքական ուժերում եւ հայտնվել ապագա խորհրդարանում, օգտվելով առիթից, ինչպես կգնահատեք իշխանության աշխատանքը եւ առհասարակ ձեր արձագանքը Ալեն Սիմոնյանին։
Ես դրան արձագանքել եմ ազգային ժողովի ամբիոնից նորից ելույթս չգիտեմ արժի արդյոք վերաշարադրեմ թե չէ եթե ես չգիտեմ ում ակնարկում Ալեն Սիմոնյանը որ փորձում են որոնում են եւ այլն չգիտեմ ես Հայաստանի Հանրապետության անկախ Հայաստանի առաջին հասարակական միավորի Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ եմ եւ շատ պարտանում եմ դրանով այսօր չգիտեմ դա ում էր վերաբերվում կապված ընդդիմություն չլինելու հետ ես իմ ելույթում արդեն ասել եմ որ Նիկոլ Փաշինյանին ընդդիմություն հայ ժողովուրդն է դա ակնհայտ է թե հարցումներից թե ժողովրդի վերաբերմունքից այնպես որ եթե այդ նկատի ուներ Սիմոնյանը ապա այո իսկ այդ ելույթի ընթացքում ինքը շատ տարբեր բաներ էր ասել, որոնց թե ես, թե այլ ընդդիմադիր գործիչներ արձագանքել էին, ընդ որում պարզվեց, որ միևնույն ձևով ենք արձագանքել, մի քանիսս, այնպես որ պարոն Սիմոնյանը իր ցանկացած խոսքին պատասխանը ստացել է, ստանում է եւ ստանալու է։ Իսկ իշխանության հանդեպ ձեր գնահատականի իրենց գործելավոճի Իշխանության հանդեպ իմ գնահատականը ես տվել եմ այն ժամանակ, երբ որ նրանք դեռ նոր ուզում էին դառնալ իշխանություն 2018 թվականին, ի տարբերություն շատերի, հետո տվել եմ 2018-ի վերջին, երբ եթե մտահոգ ես կարգախոսով մասնակցել ենք ընտրությունների հանրապետականով, հետո տվել եմ փողոցային պայքարի ընթացքում իմ ընկերների եւ քույրերի եւ եղբայրների հետ հանրապետական կուսակցության ներկայացուցիչ փողոցային ակցիաներ իրականացնելով Փաշինյանի դեմ 19-18 մինչեւ պատերազմ 20 թվականներին պատկերացնում եք դա ինչ դժվար էր իսկ հետո 20 թվականից պատերազմից հետո նոյեմբերի 9-ից սկսած տվել եմ հրապարակային հարթակներից անվանել եմ դավաճան ու խոսքերիցս 1 վայրկյան անգամ ետ կանգնել չեմ պատրաստվում Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն։ Ավարտվեցին ճեպազրույցները։ Շնորհակալություն։